Այսօր քարոզելու եմ Առակաց գրքի 15-րդ գլխի 3-րդ խոսքից գրված այսպես. Տիրոջ աչքերը ամեն տեղ են, քննում են չարին եւ բարին։ Տիրոջ աչքերը ամեն տեղ են։ Կարաք իմ հետ ասեք, Տիրոջ աչքերը ամեն տեղ են։ Ամեն տեղ Աստծո աչքերը կա։ Քարոզս գիտեք ինչ են վերնագրել թաքնված տեսախցիկ։ Թաքնված տեսախցիկ։ Տիրոջ աչքերը ես հիշում եմ, որ մի անգամ մեր մոտ հյուր եկավ Աֆրիկայից, ինքը Աֆրիկայից էր, եկավ մեր մոտ, ծառայեց եւ իր խոսքերը հիշում եմ։ Ինչ էր քարոզը դաժի չեմ հիշում, բայց այս բանը լավ հիշում եմ։ Եկավ ասավ ժողովուրդ, ես զարմանում եմ Ռուսաստանի վարորդներից։ Ասավ, գիտեք ինչ եմ նկատել։ Իրանց կողքին նստում են, դե ինքը Աֆրիկայից եկել, իրան դեսուդեն են տանում ավտոյով, ինչ-որ ասма նստում եմ կողքին, ասма ավտոն հնես քշում է։ Ասպես նայում վախում եմ իրանց կողքին նստեմ։ Բայց ասма հենց կամերային տենեմ, խիլո ասма ասուգար են դառնում։ Եվ շատ հետաքրքիր բան ասավ թենց էլ շատ հավատացյալներ։ Մասայի մեջ ենք ասուգար են։ Բայց տանը ձինձիավորից վեր կբերեն։ Գործի տեղ եմ ես իմ ոնց են։ Ձևական, բայց ուզում եմ քեզ ասեմ, կա թաքնված տեսախցիկ։ Աստծո աչքերը ամեն տեղ են։ Ամեն։ Այս բանը բերել եմ հատուկ ցույց տամ ձեզ։ Ով գիտես ինչա։ Ну, դեզադորա հիմնականում դնում են, ասենք, բաղնիքները, տուալետները, ասենք, որ ինքը ժամանակ առ ժամանակ ավտոմատ sense բանա, փչմա, որ, ну, օդը մաքուր է։ Ու իմ ծանոթներից մեկը ինքը ունի հյուրանոց, սեփական հյուրանոց ունի։ Եվ ինձ ասավ, քարոզս որ գրում է հիշեցի այդ բանը, դրա համար այսրանից մենք էլ ունենք, ասի բերեմ ցույց տամ ձեզ։ Ու ասավ իմ հյուրանոցում ամեն սենյակում այս բանից կա։ Ինքն էլ սենյակներ են դրել, որ ասենք այդ սենյակի մեջ, ну, բան է, անուշահոտություն է, վերջը։ Ասма ամեն անգամ այս աշխատողները գալիս են, տենում են այս բանը չկա։ Ասեմ ման են գալիս, մեկ եթեմ են կրավաթի տակա, շկաֆի մեջ է, խալաձելնիկի մեջ է, ես որտեղ է, չկա։ Ասма մտածում եմ, ասում եմ, տենաս խեն պահամ։ Հետո ասում եմ հասկացա որ, մտածում եմ, որ սա թաքնված տեսախցիկ է։ Ու այդ հյուրանոցն էլ անառականոց, ասենք մարդիկ, մասնավոր հյուրանոց, ասենք սիրիացների, սիրիականների վերջը հիմնականում, ասենք թենց, ու ասում եմ, որ գալիս են, ես մտածում են սա կամերա է, պահում են, որ իրանց չտենան։ Ու գիտեք, այնքան մարդկային բնությունը այնքան հետաքրքիր է, որ մարդիկ բաներ կա իրանք անում են, կամ ուզում են ոչ մեկը չտեսնի, կամ մտածում են, որ ոչ մեկը չի տեսնում։ Բայց ուզում եմ քեզ ասեմ, Տիրոջ աչքերը ամեն տեղ են։ Աստծո աչքերը ամեն տեղ են։ Ու գիտեք, ես ինքս նկատել, այսօր ուզում եմ վկայեմ, ասենք, եղնումա, ասենք, դեպքեր, որ, նո, օրինակ, ինձ մարդիկ հրավիրում են իրանց տուն, նո, Սիլվայի հետ, ասենք, մեզ հրավիրում են իրանց տուն, գիտեք, իրանց տուն են գնում, դե իհարկե հրավիրել են, շնորհակալություն, հրավերքի համար, հյուրասիրություն անում, բայց ամենակուլմինացիան գիտես որն է, որ շատ տեղեր գնում ենք, մեկ էլ տեղ մենք հոգևոր երաժշտություն ա միացրած։ Սենց միացրածը հոգևոր երգեր են, Երանի թե միշտ հոգևոր երգեր լսենք։ Բայց ես գիտեմ, որ թենց չի։ Ուղղակի ինձ հրավիրել են այդտեղ, ուզում են ցույց տան հոյու ջան, գիտես ինչքան հոգևոր ենք, տես ինչքան լավ երգեր ենք լսում։ Հա։ Տիրոջ աչքերը ամեն տեղ են։ Երբ որ այստեղ ասում ենք ալելույա, այստեղ սուրբ ենք, բայց որ տուն ենք գնում ասում ենք, աղջի թաղեմ ասիզը տես ինչ ես, Տիրոջ աչքերը այդտեղ ամեն բան տեսնում են։ Երբ որ այսօր իրար գրկում են, աղբերի ջան, բարև ցավը տանեմ, բայց գործի տեղը ասում են, տեն մեզ քֆուր, պի։ Արդյոք Աստված մենակ էստեղ է։ No։ Տիրոջ աչքերը ամեն տեղ են։
Թաքնված տեսախցիկ դա խոսում են մասին, որ ոչ թե դա թաքնված է, այլ ինքը կա։ Իրան դու չես տեսնում, բայց ինքը քեզ տեսնում է։ Ինքը քեզ տեսնում, ինքը մեզ տեսնում է։ Եվ Տեր Հիսուսը լեռան քարոզի մեջ, երբ որ խոսում էր Մատթեոս ավետարանի 6-րդ գլխի մեջ, 6-րդ գլուխ 4-րդ խոսքի մեջ, ինքը ասում է, երբ որ ծոմ ես պահում, այդ արա ծածուկ տեղը եւ քո հայրը որ ծածուկում է, քեզ տեսնում է։ Այսինքն հայրը ծածուկում քեզ տեսնում, ես քո հայրը ծածուկ տեղը տեսնում է քեզ։ Գրված է։ Երբ որ ողորմություն, երբ որ բարություն ես անում, երբ որ լավություն ես ասում, արա գախտի, բայց քո հայրը որ ծածուկում տեսնում է քեզ, հայտնապես կհատուցի։ Քո հայրը ծածուկում տեսնում է քեզ։ Խնդրեմ մեկին ասա, հայրը ծածուկում տեսնում է քեզ։ Այսօր ուզում եմ, գիտեք, այսօր սթափվենք, ժողովուրդ ջան։ Որովհետև այստեղ որ մենք նստած, հա, այստեղ որ մենք նստած, օ էկրանին ենք նայում, երգում ենք, տանը ինչ ես նայում տելևիզորով։ Այստեղ որ ալելույա ես երգում, տանը ինչ ես երգում։ Այստեղ որ ինչ-որ մեկի հետ քաղցր ու բարի խոսում ես, տանը ոնց է։ Այստեղ որ մեկի տեսնում ես, ասես ես ինչ սիրուն ես, արդյոք իր մասին նույն բանը խոսում ես հետո։ Աստծո աչքերը ամեն օր է, տեսնում է։ Ամեն։ Թաքնված տեսախցիկ։ Քո հայրը, որ ծածուկում տեսնում է քեզ։ Ես ուզում եմ, գիտեք, այս քարոզը որ գրում է, ես անկեղծ եմ ասել եմ, Տեր ջան, սրանով դու ինձ թափեցնում ես։ Ես ինքս կարիք ունեմ։ Այսօր ես ինձ համար եմ քարոզում, ժողովուրդ։ Ես ոնց եմ։ Արդյոք Աստված ինձ տեսնում է մենակ էստեղ։ Մի հատ քարոզիչի մասին պատմում են, որ ասում է, կանգնած սիրուն քարոզում, մեկ էլ ասում է, կինը դուս եկավ, ասա, ինչ կլի մեր բանը, մեր տունը տեղափոխենք այս կաֆեդրայի մոտ։ Ասում ասինքի, ասում աստեղ ինքան լավն ես։ Մենք սթափվելու բան ունենք, մենք մտածելու բան ունենք, ժողովուրդ ջան։ Տիրոջ աչքերը ամեն տեղ են, ամեն տեղ են։ Այստեղ են, դրսում են, քայլելուց, նայելուց, խոսալուց, ամեն տեղ են։ Պետք է դա հասկանանք։ Եվ երբ որ դա հասկանանք, Աստված մեզ շնորհք տա, ես ինքս ասեմ, Տեր ջան, ինձ պետք է հասկանալ, խորը հասկանալ, որովհետև սա սթափեցնում է, մենք ինչ կյանք ենք ապրում։ Որովհետև Տեր ասում է, նա քննում է չարերին եւ բարիներին, այսինքն նա տեսնում է եւ քննում է։ Այսօր այս մասին ուզում եմ խոսամ։ Հետաքրքիր թեմա է։ Տերը օրհնի, շարունակեմ։ Սաղմոս 33 13 խոսք։ Գրված է, Տերը մտիկ է անում երկնքից, տեսնում է մարդկանց ամեն որդիներին։ Իրան բնակություն վայից նայում է երկրի ամեն բնակիչների վրա։ Նրանց ամենի սիրտը ստեղծողը, նրանց ամեն գործերը տեսնողը։ Տերը մտիկ է անում։ Նայում, ուր էլ որ եղնենք, սիրելիս, քույրս, եղբայրս, հա, խնդրեմ հասկանաս, մեկը կա, որ նայում է, երկնքից, քո արարիչը, քո ստեղծողը, ինքը նայում է։ Եբրայեցիների թուղթ 4-րդ գլուխ 13 խոսք։ Եվ չկա մի արարած, ոչ մեկը չկա։ Թեզ մարդ չկա, Սուրբ Գիրքն ասում, չկա մի արարած, աներևույթ նրա երեսից։ Այսինքն չկա մի արարած, որ Աստծուց պահված է, թեզ մարդ չկա, ժողովուրդ ջան, թեզ մարդ գոյություն չունի, որ հանկարծ Աստծուց թաքնվի։ Թեզ մեկը չկա, որ Աստված իրան չտեսնի։ Թեզ մեկը չկա, որ պլստա, հայերեն ասեմ։ Թեզ բան չկա, գրված է, եւ չկա մի արարած աներևույթ նրա երեսից,
բայց ամենքն էլ մերկ եւ բաց է նրա աշկերի առաջ, որի հետ է ամեն բանը, ռուսերեն ասում է ему дадим отчет։ Ամեն մարդ մեջ կա եւ բաց նրա առաջ։ Եղել է երեխեքին բանը, երեխեն մի բանա վերցել, որ հետը խոսում ես, ասես ձեռի մեջ, պահամա ես գիտի չես տեսնի։ Հա? Բաներ կա պահամ ենք ես գիտենք չի տեսնեմ, կամ այն մյուսը չի տեսնեմ, կինս չի տեսնեմ, ամուսինս չի տեսնեմ, երեխես չի տեսնեմ, նա տեսնում է։ Նա տեսնում է։ Չկա մեկը, որ նրա երեսից աներևույթ մնա։ Ամենքը նրա առաջ մերկ են։ Ոչ մի բան չես կարա պահես։ Եվ գրված է, նրան պիտի հաշիվ տանք։ Նրան պիտի հանկարծ պապան չիմանա, ասել ես հեչ, հանկարծ մաման չիմանա, հանկարծ նա չիմանա, հանկարծ նա չիմանա, նա կարող է չիմանա, բայց նա գիտի, 100% գիտի։ Առակաց 5-րդ գլուխ 21 խոսք։ Որովհետև Տիրոջ աշկի առաջին են մարդիս ճանապարհները եւ նա ուղում է նրա բոլոր շավիղները։ Տիրոջ աշկի առաջին են մարդուս ճանապարհները, լա տեսեք ասում մեծ ողորմություն ասում է եւ նա ուղում է նրա շավիղները, այսօր էսա կատարվում։ Այնքան շնորհակալ եմ Աստծուց, ասում է Տիրոջ աշկի առաջին են մարդու ճանապարհները, մինչև այսօր ինչ արել ենք, ինչ խոսացել ենք, ինչ տեսել ենք, ինչ լսել ենք, ինչի մեջ եղել ենք, Աստված գիտի։ Ու գիտես իր մեծությունը ինչու՞մ է, ասում է, եւ նա ուղում է նրա շավիղները։ Նա ուղում է նրա շավիղները։ Այսօր Աստված ուզում է, ինչ որ մեկի համար քարոզում եմ այսօր, ժողովուրդ։ Նա ուզում է մեզ ուղղի այսօր, նա ուզում է ասի Վարդան, այն ինչ որ խոսում ես, էլ չխոսաս, այն ինչ որ նայում ես, էլ չնայես, այն ինչ որ արել ես մինչև հիմա, էլ չանես, այն որ գնացել ես, էլ մի գնա, տղա ջան, աղջիկ ջան, դուստրս, որդիս, այսօր ուղղում Աստված մեր ճանապարհներ, ու դա իր բացառիկ մեծ ողորմությունն է, նրա, որովհետև Տիրոջ աշկերի առաջ են մարդիս բոլոր ճանապարհները։ Ու այսօր քանի քարոզում խնդրում եմ անալիզ արա, խնդրում եմ մտածի դրա վրա։ Ինչ որ մի ոլորտի մասին խոսում է, այսօր Աստված քո հետ իր խոսքի միջոցով, Աստված ուզում է ուղղի քո ճանապարհները։ Աստված ուզում է դզի, Աստված ուզում է որ եթե մի փոքր, գիտեք ոնց, գիտնականները ընդհանրապես ապացուցված բան է, ինքնաթիռը եթե թռավ, մի աստիճան իր ուղղությունից շեղվեց, վերջում ես իմ ուրա հասնում։ Դրա համար Աստված այսօր ուզում է ուղղի մեր ճանապարհները։ Ամեն։ Երեմիա մարգարեություն 23-րդ գլուխ 24 խոսք։ Գրված է, կամ մի մարդ կարող է ծածկվել ծածուկ տեղեր, որ ես նրան չտեսնեմ, Աստված ասում։ Մարդ կարա ծածկվի ծածուկ տեղ, որ ես նրան չտեսնեմ, մտնի թախտի տակը, մտնի ջայլամի նման բանը, գլուխը կողքի ավազի մեջ, ես գիտի իրան չեն տեսնում։ Ինքը չէ տեսնում, բայց իրան լրիվ ժամանակ մենք չենք տեսնում, բայց մեզ տեսնում են։ Ամեն։ Կամ մարդ կարող է ծածկվել ծածուկ տեղեր, որ ես նրան չտեսնեմ, ասում է Տերը։ Չէ որ երկինքը ու երկիրը լցնողը ես եմ, ասում է Տերը։ Արդյոք կարա մարդը ծածկվի, չի կարա, կողքին ասա չես կարա, չես կարա, նա տեսնում է, ամեն, լավն էլ, վատն էլ, ես համոզված եմ, որ այստեղ գերակշռող մեծամասնությունը, ինձանից սկսած, ինտերնետում սիրում ենք այդ ռիլսերը նայենք, հա, ով նայեմ, նայում ենք ինչ կա, չկա, ով ինչ ադել, նայում ենք, չէ, եղելա մեկ սենց բաներ կան, ասենք, թակնված տեսախցիկով, օրինակ ես վերջ ես նայեցի, դաժե ման էի գալիս այդ վիդեոն գտնեմ չգտա, ուրեմն մի հոգի են ցույց տալիս, որ սենց չալիկներով ու բանը ճամպրուկը ձեռին ու բանը նարդիվանից ուզում այշնի մի հատ ճամպրուկա մի հատ էլ բանա պակետա
Դե բնականաբար շատ դժվար է, ու սենց ինքը ձևեր անը, որ իր համար շատ դժվար, ու գիտեք ինչ կա։ Մարդիկ երևի մի 20-30 հոգի նայում են, անցնում, բանի տեղ չեն դնում։ Ու մի հոգի գալիս է, բանը, ու հիմնական աղջիկներն են ռեակցիա տալիս, չգիտեմ, ալելույա քույրիկների համար։ Ու մի հատ աղջիկ եկավ իրան ասավ, բեր քեզ օգնեմ։ Նո ասավ, բանը, ճամպրուկները վերցրեց, այս մարդն էլ չալիկներով իջավ այդ նարդիվանները, ու որ արդեն այդ աղջիկը վերադարձրեց ճամպրուկը, այս մարդը այդ պայուսակը, այդ բանը, այդ պակետը տվեց իրան, ու մեջ ինձ շատ թանկ նվեր էր։ Շատ թանկ նվեր էր։ Ու ցույց տվեց, ասավ, լսի, քեզ նկարում են։ Աստված տեսնում է, ու գիտես, թե բարի, ու գիտեք, ամենաբանը էր մի հատ էլ տեսա էլի նույնի նման, այդ նույն մարդը տարբեր վիդեոներ ան, մեկին ասավ հեռախոսը տուր զանգեմ, էլի տուր զանգի ոչ մեկը չէր տալիս։ Մեկ էլ մի հոգի տվեց։ Մի հոգի տվեց, ինքը վերկալավ զանգեց, ասաց նայ նկարում են։ Ու իրան հանեց մի հատ թավ թազա iPhone նվեր տվեց։ Աստված տեսնում է եւ բարի եւ չարը եւ հատուցում է։ Ու այդ մոմենտին ես նայեմ այդ կողքի կանգնած մարդկանց, ովքեր ասել են չեմ տա իմ հեռախոսը, մեկը սա հանեց ու իրան թավ թազա հեռախոս տվեց։ Ու մտածեց լասրաբախտին։ Հա? Այո, լասրաբախտին։ Գիտեք ինչի՞ց է։ Աստված տեսնում է, թե բարին, թե չարը, եւ հատուցում է։ Ու այդ էլ էր հատուցում, որ նա տեսավ, որ իրան նվեր տվեց, այն մեկին նվեր տվեցին, լավ չի, չէ՞ որ կողքին բախտը կողքովդ անցկացավ, ադե տայր էլի մտամ խիչ տվեցի, չէ՞։ Մի անգամից մի 100,000-ից հեռախոս կունենայր։ Այդ մի բանի խաթի ասում, խի ժալատություն արեցի, չէ՞։ Էդ էլա պատիժ է։ Էդ էլա հատուցում է։ Հիմա նրան էլ է հատուցվում, սրան էլ է հատուցվում։ Աստված տեսնում է եւ հատուցում է, թե բարին, թե չարը։ Ամեն։ Հոբի գրքից կարդամ ուրեմն 34 գլուխ 21 եւ 22 համարները։ Հոբը ասում է, որովհետև նրա աչքերը մարդու ճանապարհների վրա են եւ նրա բոլոր քայլերը տեսնում է։ Աստծո աչքերը մարդու ճանապարհների վրա են, ասում է նրա բոլոր քայլերը տեսնում է։ Լևիա գնը, պրավիա գնը, սաղ տեսնում է։ Ամեն մեր քայլը Աստված տեսնում է, ասում է նրա բոլոր քայլերը տեսնում է ժողովուրդ ջան, նա տեսնում է, ով ուզում է չտեսնի, ում էց ուզում ես թաքնվի, ում էց ուզում ես գախնի եղի, նա տեսնում է։ Եսայա մարգարություն 29-րդ գլուխ, Եսայա 29 15 համար։ Գրված է վայ նրանց, որ խորհուրդը խոր տեղերում ծածկում են Տերից եւ խավարում է լինում նրանց գործերը, վայ նրանց, որ թակուն բաներ են անում։ Խավարում են, ասում են, նրանց խորհուրդը ծածկում են, նրանց գործերը խավարում է եւ ասում են, վայ նրան, տեսեք, ասում է վայում, որ բաներ են անում, ու ասում են ով է մեզ տեսնում եւ ով կիմանա։ Ու այսօր ուզում եմ քեզ ասեմ, վայ են մարդուն, որ մտածում է, որ գախտի անի եւ ասի, ադե մարդ չի իմանա, էլի։ Դժվեժիկ ով է տեսել։ Քեզ ասում եմ, գիտես ինչ կա, մարդու բան չասես, բայց այն ներս ես աղայի մար, բան արա, ու ասում այն մեկին գնում, քեզ ասում եմ հանկարծ, ու այս խեղճ մարդը տենում է, սաղ ասը, քեզ ասում եմ հանկարծ մարդու բան չասես։ Ասում վայ նրան, ով իր գործերը ծածուկ տեղում, ասում հանկարծ մարդ չիմանա։ Օ ձեր խոտարնակությանը, միթե կավի պես կհամարվի բրուտը, որ շենքը ասի իր շինողին, նա ինձ չի շինել։ Ոնց կարա կավը ասի բրուտը ինձ սարքո, կամ շենքը ոնց կարա ասի իր շինողին չի շինել։ Եվ արարածը ասի իր արարչին, թե նա չի հասկանում։ Ոնց կարաս։
Արարիչին ասես դու չես հասկանում։ Ինքն է քեզ արա, ինքը մեր ուղն ու ծուծը գիտի։ Ինքը մեզ ստեղծել է մեր մոր որովայնից։ Ինքը մեր Սուրբ Գիրքը ասում է դեր քո խոսքը իմ խոսքը բերանից չդուրս եկած դու կատարյալ դա գիտես։ Ինքը գիտի։ Ահա մի փոքր քիչ ժամանակից հետո չէ, միջև էս խոս։ Միթե կհաբարվի բրուտը, որ շենքը ասի եւ այլ եւ միթե կասես։ Ոնց կարա ասի։ Ոնց կարա կավը բրուտին ասի դու ինչ գործ ունես։ Ոնց կարա ասի։ Ոնց կարա արարածը արարչին ասի դու գահափար չունես։ Հնարավոր չի։ Ամեն։ Նա գիտի։ Նա տեսնում է։ Այս մյուս տեղը Սաղմոս 94 այնքան լավն է, այս օրերիկը որ ասավ Սաղմոս 94-ն եմ կարդալու, ռուսենը 95 բանը, ռուսենով կարդած, ես ասի այս տեղն ես կարդալու, այն էլ չէ, 94 Սաղմոս 8-րդ 9-րդ խոսքեր։ Իմացեք, տեսեք, Աստված ասում է, իմացեք ով հիմարներ, ժողովրդի մեջ, եւ դուք որ անմիտներ, երբ կհասկանաք, ասենք, մարդկա, ինչի մարա Աստված ասում, հիմար, անմիտ, ես հիմարա ու անմիտ, այո, այն մարդը, որ մտածում է, որ Աստված չի տեսնում։ Ասենք, անմտությունա, որ ասես, հանա չի մա, ժողովուրդ ջան, ինքը գիտի։ Եվ ասում է, միթե ականջ տնկողը չի լսի, միթե այս ականջները, որ Աստված ստեղծել է մեզ համար, արդյոք ինքը չի լսում։ Կամ թե աշկը ստեղծողը չի տեսնի, ոնց կարա եղնի։ Եթե նա ստեղծել է ականջը, արդյոք ինքը լսել չունի, եթե աշկը ստեղծել է, արդյոք ինքը չի տեսնի։ Սաղմոս 139 երկրորդ խոսք։ Սաղմոս 2-ն ասում է դու գիտես իմ նստելը ու վեր կենալը։ Ուզում քեզ ասեմ, Աստված գիտի մեր նստելը եւ մեր վեր կենալը։ Հերվանց իմանում ես իմ մտածումները։ Աստված գիտի մեր մտածումներն էլ։ Ինչի համար Տեր Հիսուս ասավ, եթե ասավ օրենքի մեջ գրված է, եթե մեկը անառակություն անի, պիտի քարկոծեն։ Ասավ, իսկ ես ասում եմ ձեզ, եթե աշկով տեսնես կնոջը եւ սրտումը ցանկանաս, արդեն շնացավ։ Այսինքն Աստված գիտի նաեւ մեր մտքերը որտեղ է, ինչ ենք մտածում, ինչի մասին ենք մտածում, ինչ ենք խորհում, ասում է հերվանց իմանում ես իմ մտածմունքները, իմ գնալը ու պարկելը քննում ես։ Եվ իմ բոլոր ճանապարհները գիտես։ Մեր բոլոր ճանապարհները նա գիտի։ Ստափելու կարիք ունենք ժողովուրդ։ Որովհետև դեր բնավ խոսքը չկա իմ լեզվի վրա, ահա ով Տեր դու ամենը գիտում ես։ Իմ ետևիցը եւ իմ առաջիցը պատում ես ինձ։ Ուզեմ ասեմ, ուր գնում ես, դեմը դել Աստված, հետևից դել Աստված։ Վիխը չկա, ելք չկա, հնար չկա, ամեն տեղ ինքն է։ Եվ քո ձեռքը դրել ես ինձ վրա։ Այս գիտությունը ինձ համար շատ զարմանալի է։ Այսօր ինչ-որ մեկ եմ զարմանալի բան եմ ասում։ Ասում ես գիտությունը ինձ համար շատ զարմանալի, Աստված ջան, ուր գնամ, դու կաս, ամեն տեղ դու կաս, ամեն բան գիտես, ամեն բան տեսնում ես, սա, եւ սա զարմանալի ինձ վրա։ Բարձր է, չեմ կարող հասնել նրան։ Ու տեսեք, ասում է, ուր գնամ քո հոգիիցը։ Ուր փախչենք Աստծուց, տեսեք, ասում ուր գնամ քո հոգիիցը։ Եվ քո երեսից ուր փախչեմ։ Ուզեմ ասեմ, ոչ մի տեղ չես փախչի։ Հնար չկա։ Եթե վերանամ երկինք,
դու այնտեղ ես, սամալյոտ թրջում ով է սամալյոտ նստած ինքնաթիռ, հա։ Այնտեղ է։ Եթե իշտեմ դժողքը, փաթաթվեմ, ահա դու այնտեղ ես։ Եթե արշալույսի թևերը առնեմ եւ ծովի վերջի ծայրերում բնակվեմ, այնտեղ էլ քո ձեռքը կառաջնորդի ինձ եւ քո աչքը կպահի ինձ։ Եվ եթե ասեմ թող խավարը ինձ ծածկի, այն ժամանակ գիշերն է լույս կլինի իմ շուրջը։ Լույս անջատի մարդ չտենա։ Ասում նա գիշերը լույս կլուսավորի։ Խավարն է լույսի պես կլինի քեզ համար, որովհետև դու ստեղծեցիր իմ երեկամուքները եւ ծածկեցիր ինձ իմ մոր որովայնից, գոհանում եմ քեզանից։ Առակաց 15:3 Տիրոջ աշկերը ամեն տեղ են։ Քննում են չարինել, բարիինել։ Ամեն։ Ինչ որ մեկի համար քարոզեցի, Տիրոջ աշկերը ամեն տեղ են։ Հիմա պիտի աղոթենք։ Սերներս, Տիրոջ աշկերը ամեն տեղ են։ Այսօր ուզում եմ քննենք մեր անձերը, ինձանից սկսած։ Տերը տեսնում է մեզ, Տերը լսում է մեզ, Տերը գիտի մեզ, Տերը մեր դեմից է գնում, մեր հետևից է գալիս։ Որտեղ որ ծածկվենք, Տերը տեսնում է մեզ։ Ինչ էլ որ անենք, Տերը տեսնում է մեզ։ Եթե այստեղ մի ձևի ենք, ուրիշտեղ մի ձևի Տերը տեսնում է մեզ։ Հա, բայց այսօր Տերը ուզում է ուղղի մեր ճանապարհները։ Դամար այսօր կոչ եմ անում քեզ սիրելիս։ Կանգնենք աղոթքի եւ ավելի շատ համաձայնես, որ ապաշխարելու տեղ ունենք։ Տեր ջան, օգնի մեզ։ Օգնի մեզ մեր ճանապարհներում, օգնի մեզ որտեղ որ կանք, օգնի մեզ Տեր ջան մեր խոսքերի մեջ, մեր լսածի մեջ, օգնիր մեզ Աստվածին, որ երկու կյանք չունենանք, օգնիր մեզ ձևական բաներ չանենք, օգնի մեզ Տեր ջան մարդկանց մոտ մի ձևի չեղնենք առանձին ուրիշ ձևի, օգնի մեզ Տեր ջան ճիշտ խոսանք, ճիշտ լսենք, ճիշտ նայենք, քո կամքը թող լինի մեր կյանքի մեջ, ամեն, որովհետև Տիրոջ աշկերը ամեն տեղ են եւ քննում են չարը եւ բարին, ինքը հատուցում ունի, թե բարի համար, թե չարի համար,